Ձեզ ինչ էին կանչել։ Որպես մեղադրյալ։ Բայց դուք ԳՀԽ-ի անդամ չեք, չէ՞։ Ես Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարն եմ։ Քարտուղարությամբ եմ զբաղվում։ Նեցեք մեղադրյալ դատական որոշումը չկատարելու այս գործով։ Չեմ կարող մանրամասնություններ ներկայացնել, քանի որ նախաքննական գաղտնիք են։ Եթե մեր փաստաբանները որևէ կերպ ինչ-որ բան ճիշտ կգտնեն հրապարակելու, իրենք կհրապարակեն։ Որպես քարտուղար ձեր քրթության ո՞րն է այդ ժողովի ընթացքում։ Արձանագրում, կազմակերպում, կազմակերպչական հարցեր են։ Այսինքն դուք որոշումների կայացման բացարձակապես։ Գևորգ Սրբազանին թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու, չվերականգնելու, նրան կարգալից անելու հարցերի հետ դուք կապ ունեք։ Ես որոշում կայացնող մարմին չեմ։ Ես որոշում չեմ կայացնում եւ որևէ ձև իմ ձայնը այնտեղ չի լսվում։ Գործի հետ կապված մանրամասնություններին չանդրադառնամ, ելի եմ ասում, մեր փաստաբանները երբ որ ինչ-որ ճիշտ կգտնեն հրապարակել, անպայման կհրապարակեն։ Ես ճիշտ հասկացա, որ ձեզ համար էլ պարզ չէ, թե ձեզ ինչ են կանչել, թե պարզ է։ Պարզ է Լինի ձեզ այդ համար։ հարցին չպատասխանեմ։ Ձեզ համար պարզ է։ Այո, ինձ համար պարզ է։ Ինչու են ձեզ կանչել։ Չեմ կարող ասել։ Գաղտնիք Ես, այո, նախաքննական գաղտնիք է, նախաքննական գաղտնիք է։ Մնացածը մեր փաստաբանները կասեն, էլի։ Մեր փաստաբանները կասեն ինչ որ հարկ գտնեն։ Լավ։ Դուք առաջին անգամ եք քրթչական հրավիրում։ Այո։ Եվ ցավոք սրտի պիտի արձանագրեմ մի փաստ, որ այս վերջին շրջանում այնքան ինչքան հոգևորականներ այս դուրը բացեցին ու մտան ներս ու դուրս եկան, դա ուղղակի աբսուրդ է։ Մեր երկրում հանցագործներ չկան։ Մենք պիտի որպես մեղադրյալներ գանք այս դուրը բացենք մտնենք ներս։ Միքայել Սրբազանը պիտի գար մտներ ներս։ Մենք պիտի մտնեինք Արագածոտնի 12 քահանաներ պիտի ինչ-որ գործերով քննչական մարմիններ գնային, հա, կարող է ինչ-որ բարձ սխալ ասեմ, կներեք, բայց հիմա իմ հարցը հետևյալն է, այս երկրում հանցագործություն ուրիշ չկա, բացի եկեղեցական գնելուց։ Դե ուրիշներն էլ են գալիս երևի։ Իմ գնահատմամբ սա միանշանակ հակաեկեղեցական շարժման շրջանակներում տեղավորվող գործընթաց է։ Իսկ եպիսկոպոսի ժողովի հետ ոնց կապեք սա։ Դուք ինքներդ արդեն շատ լավ կապում եք, ինչ կարիք կա որ ես ասեմ։ Իսկ կարող եպիսկոպոսական ժողովի քարտուղարներով Դեռ որոշված չէր անձնակազմը։ Բայց հնարավոր է որ նաև դուք լինեիք։ Դեռ որոշված չէր անձնակազմը։ Երկրից բացակայելու արգելք այդպիսի բան դրվեց։ Չեմ կարող ասել։ Վայելը։ Չեմ կարող ասել, հա։ Չեմ կարող ասել։ Ումից սպասենք այս հարցերի պատասխանը։ Կարծում եմ մեր փաստաբանները Դե փաստաբանը չխոսեք։ Մեր փաստաբանները ընդհանուր, մենակ ես չեմ այստեղ։ Մեր փաստաբանները ընդհանուր անպայման հայտարարություններ կանեն, կարծում եմ։ Իսկ որպես հոգևորական դուք ումայից եք։ Ես իմ համար զավեշտ է, անկեղծ ասեմ, եւ ցավ եմ ապրում իրականում։ Ցավ եմ ապրում, որ փոխարենը մենք ջանքեր ներդնենք միասնականություն ստեղծելու, միակամություն ստեղծելու, սեր քարոզելու, սեր տարածելու։ Մենք ընկել ենք ինչ-որ մի իրավիճակում, որտեղ մենք մեր հոգևոր գործունեությունը չենք կարողանում իրականացնել։ Հիմա այստեղ լինելու փոխարեն Սրբազանները, ես, ուրիշ բան չունեինք անելու հանուն էս եկեղեցու, հանուն էս ազգի։ Դե Գևորգ Սրբազանն էր ուզում շրջաններ անել հանուն ազգի, բայց նրան ազատել են թեմի առաջնորդի պաշտոնից եւ զրկել եպիսկոպոսական կարգից։ Գիտեք, մեր եկեղեցին ունի դարավոր ավանդույթ եւ կանոններ, եւ մենք բոլորս ենթարկվում ենք այդ դարավոր ավանդույթին եւ կանոններին։ Մեր համար դա մեր բոլոր տեսակի շահերից վեր է։ Մենք ինչ անում ենք հանուն եկեղեցու։ Իսկ հանուն եկեղեցու անել նշանակում է լինել նախ եւ առաջ միասնական։ Նշանակում է նախ եւ առաջ տեսնել քո աչքի մեջի գերանը, հետո նոր եղբորդ աչքի մեջի փուշը, առավել եւս երբ որ եղբորդ աչքի մեջի փուշը դեռ ապացուցված չի։ Դե իսկ այս ճնշումները ձեզ կարող են ճանապարհի չեղել, ճամբար փոխել։ Երբևիցե։ Անկամ եթե կալանավորեն ձեզ դուք ձեր Երբևիցե։
չեմ կարող վերել, այս մասով որոշում Այս մասով ես լիազոր մարմին չեմ, որ ասեմ, այդ մասով որքանով է նորմալ հոգևորը նաև զորամասերի ցանկացում։ իմ համար բացարձակապես նորմալ չի։ Բացարձակապես։ Մենք պատերազմի ժամանակ զոհված հոգևորականներ ունենք, անհայտ կորած հոգևորական ունենք։ Դե միջոցներ եք ժողովի ժամանակ դուք արձանագրում եք այն ինչ տեղի ունեն։ Այո։ Միայն դա, Այո։ Եվ կազմակերպչական ունեցել հարցերը։ այսինքն ով ինչ փորձել, ինչ առաջարկել, դուք զուտ արձանագրում Այո։ եք։ Դե քվեարկել որոշում կայացնելիս կան նման ավանդույթ թե ոչ։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները իրավունք ունեն որևէ հարցի շուրջ քվեարկություն անելու, բայց միայն անդամները։ Դուք չեք էլ քվեարկում բնականաբար։ Ես ուղղակի ֆիքսում եմ։ Ցույց ֆիքսելու համար ես կանչել եմ։ Չգիտեմ, այդ կարակ իրանց հարցնեք ասեն ինչի են կանչը։ Այսինքն ձեզ համար բարձ չէ ինչ են։ Գիտեք, մենք բոլորս կարանք ունենանք մեր ենթադրությունները, պատկերացումները, բայց քանի դեռ գործը նախաքննության ընթացքի մեջ է, վերջնական որևէ բան ասել կարծում եմ ուղղակի իմ կողմից տեղին չէ։ Ճշմարտությունը մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսն է, եւ ճանապարհն էլ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսն է։ Սուրբ Գրքում ասվում է. ծառը իր պտուղներից է ճանաչվում։ Եթե ուզում եք իմանալ եկեղեցին ճիշտ ընթացքի մեջ է, թե սխալ ընթացքի մեջ է, ով է ճիշտ ընթացքի մեջ, ով է սխալ ընթացքի մեջ, ուղղակի նայեք այն գործերին, որ իրանք անում են։ Նայեք այն գործերին, որ եկեղեցին 2000 տարի եւ իմ մասնավորի վերջին 25 տարում արել է։